Firdaus Prime Residence, Երևանի նոր կենտրոնը։ Հնարքելով Մեղադրյալ Պողոսյանի, Մեղադրյալ Մանուկյանի և Մեղադրյալ Համալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ դրանց ռակետներ երկարաձգելու հարցը արձանագրում և հաստում է հետևյալը։ Սույն քրեական գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում և այո դատարանը հաստում է, որ մեղադրանքի կողմի առաջարկած և դատարանի վարույթում դատարանի որոշած ապացույցների ծավալի որոշ մասը դատարանը հետազոտել է, մասնավորապես դատարանում հետազոտել են իրեղեն ապացույցները, ապացուցողական վարույթային այլ գործողությունների արձանագրությունները և արտավարութային փաստաթղթերը, որոնք քրեական գործի շրջանակներում ճանաչվել է այդպիսի։ Սակայն դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ դատարանը ապացույցների ծավալը որոշելիս հաշվի առնելով վարույթի մասնակիցների առաջարկները ապացույցների ծավալում ընդգրկել է նաև վկաների և դժողների, ինչպես նաև մեղադրյալների ցուցմունքները, ինչպես հանրային մեղադրողի կողմից առաջարկած ապացույցների ծավալում ընդգրկված վկաներ, այնպես էլ պաշտպանության կողմի առաջարկած ծավալում ևս կան վկաներ։ Դրանց թիվը ընդհանուր առմամբ կազմում է 32 դատագործված վկա կա, 2 դժող, պաշտպանության կողմն դատագործի ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել և դատարանն բավարարել է, որ կդատագործի 6 վկաների, այս պահի դրությամբ դատարանն արձանագրում է, որ ընդամենը 1 վկա է դատարանում դեռևս հարցաքննվել, վկաների հարցաքննությունը ըստ էության սա երկրորդ դատական նիստը պետք է լիներ, որ վկաներ պետք է ներկայանային և հարցաքննվեին դատարանում հետազոտվեին նրանց ցուցմունքները։ Դատարանը նման պայմաններում հաշվի առնելով, որ դատարանի արդեն իսկ կայացված նախորդի կայացված որոշումներում այն մտավախությունները և այն ռիսկերը, որոնք դատարանը գնահատման է ենթարկել և մեղադրյալների նկատմամբ կիրառել է համապատասխանաբար այդպիսի խափանման միջոց, այս փուլի դրությամբ դեռևս այնքան նվազեցված չեն, որը հնարավորություն կտար դատարանին մեղադրյալների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոցները վերացնելու փոփոխելու հետ կապված։ Ուստի նման պայմաններում դատարանը գտնում է, որ մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետները պետք է երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով, հաշվի առնելով, որ արդեն իսկ դատարանը գտնվում է հիմնական դատալսումների փուլում և այդ վկաները պետք է դատարանում հարցաքննվեն։ Դատարանի նման մոտեցումը այնուամենայնիվ պետք է պարզաբանեն, որ պայմանավորված չէ, որ բոլոր վկաներին դատարանը պետք է հարցաքննի դատարանում և նոր այդպիսի հիմքերը ի հայտ կան, որպեսզի դատարանը գնահատման ենթարկի նաև պաշտպանական կողմի մտահոգությունները այդ առումով ռիսկերը նվազելու մասով։ Բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ ներառված վկաներում դատագործված վկաների մեջ կան այնպիսիները, որոնց ցուցմունքները սույն քրեական գործի արդարացիության հետ կապված կարևոր նշանակություն կարող են ունենալ այս գործի հանգուցալուծման համար, դատարանը գտնում է այնուամենայնիվ, որ այդ վկաները պետք է դեռևս հարցաքննվեն, դատագործվեն և հարցաքննվեն այն պայմաններում, երբ որ մեղադրյալները կգտնվեն խափանման միջոց կիրառված պայմաններում, տվյալ խափանման միջոցը կիրառված լինելու պայմաններում։ Դատարանը որոշում է կայացնում սույն քրեական գործով Թաթուլ Պողոսյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով մինչև 2025 թվականի փետրվարի 2-ը ներառյալ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել, Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով մինչև 2025 թվականի փետրվարի 11-ը և միևնույն ժամանակ սահմանափակելով այլ անձանց հետ նրա հաղորդակցվելու իրավունքը բացառությամբ ազգականների ու պաշտպանների, իսկ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մերժել։
Մեղադրյալ Արմեն Քամալյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով 2025 թվականի փետրվարի 12-ը ներառյալ եւ պահպանել տնային կալանքի ժամանակ կիրառված այս սահմանափակումները, որոնք որ արդեն իսկ կիրառվել են դատարանի կողմից։ Դատարանի կողմից կայացված որոշումը երրորդյա ժամկետում կուղարկվի վարորդի մասնակիցներին, որոշումը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան։ Եվ հաշվի առնելով, որ դատարանում դատակոչված վկաները չեն ներկայացել, այս ընթացքում իստերի քարտուղարային տեղեկացրել, որ մեկ դատակոչված վկայի վերաբերյալ ծանուցման հետադարձը դատարանում ստացվել է մահացած նշումով, այո։ վկա Դավիթ Աղբալյանի վերաբերյալ։ Դավիթ Աղբալյանը եւ մենք ունենք վկա, ով նաեւ ծանուցվել էր ու դատարան չներկայանալու պատճառների վերաբերյալ դատարանի որևէ կերպ չէր հայտնել, այո։ Ծանուցված եւ դատարան չներկայացված վկայի մասով կարծիքներ